Ազգային ժողովն է կենտրոնական բանկի նախագահ ընտրել, նշանակել եւ մինչ այսօր կենտրոնական բանկի նախագահը իբրև թե աշխատում է, որի արդյունքները մենք չենք զգում, որ եթե աշխատեր այսքան քաղաքացիներ թալանված եւ կողոպտված չէին կանգնած լինելու ազգային ժողովի 307 Բա ուր են Շատ հաճախ կան քաղաքացիներ, որ չեն վստահում պետական կառույցներին, համարվում են իրենք թալանված են եւ ոչինչ չեն կարող անել եւ ելնելով անվստահությունից անգամ ձայնել չեն բարձրացնում։ Մեզ դիմել են 307 այո քաղաքացիներ, 307-ից այստեղ 100-ն են ներկա, այն էլ անգամ լավ 50-ն են ներկա, բայց դա քաղաքացիների թերացումը չի, սա քաղաքացիների ուղղակի հուսալքված իրավիճակն է, որովհետև եթե վստահություն ունենային պետական մարմինների նկատմամբ, ապա կբողոքեին։ Մենք արդեն 10-ից ավել ակցիաներ ենք արել եւ հարցերը լուծում չի ստացել։ Ապա ինչպես քաղաքացիները պետք է վստահեն պետական մարմիններին։ Ովքեր ազգային ժողով եք դիմում, օգրետում եք դիմում եւ ինչու ժամը 5-ին ու այսօր եւ դրներ ազգային ժողովի եւ դուսը։ Գիտեք, մեր համար ըստ էության միևնույնն է, ազգային ժողովի ներսում այս պահին ընդհանրապես մարդ կա, թե չկա, որովհետև ազգային ժողովի ներսում եթե մարդիկ լինեին ու զբաղված լինեին բացի իրաց գզվրտելուց իրենց պարտականություններով, ապա այս հարցը մեր առանց բարձրացնելու իրանց պարտականությունների տիրույթում է։ Ուղղակի կհեռացնեին աշխատանքից այս մարդկանց։ Հիմա գիտեք մեր պահանջները ներկայացնելու ինչ անել, ուրեմն ինչ անել։ Մենք պահանջները հիմա հրապարակային կերպով ներկայացնում ենք մենք մեր պահանջները։ Սա ուրեմն կհասնի իրանց։ Մեր պահանջները հասցե ունի։ Հիմա ես կմոտենամ ընդունանին եւ կասեմ, որ մենք այստեղ ենք եւ մեր համար տարբերություն չկա, ոչ պատգամավորները ընդհանրապես, որ խմբակցության ներկայացուցիչները մեզ կընդունեն շատ ավելի լավ, չեն ընդունի, մենք կշարունակենք հաջորդին մեր քայլերը։ Ես խնդրում եմ ինձ հնարավորություն տվեք, հիմա ես մոտենամ։ Ղեկավարի հրաժարական կա եւ նախապես գրանցման դեպքում է միայն ընդունելու։ Ներողություն, ես չհասկացա, որ մի հարցին պատասխանեմ, խնդրում եմ հերթով, ասեք հիմա։ Ասացի կմոտենանք, կասենք մեզ ընդունեն ընդունարանում, բայց քաղաքացիների ընդունելության կարգ կա, ժամ են գրանցվում, գալիս են, ձեզ դա են պատասխանելու, հիմա սա ինչի անենք։ Մենք գիտենք, մեզ ինչ կպատասխանեն, եկեք, խնդրում եմ դուք մի ենթադրեք, հա, եկեք, հա, այդ կարգերին ավելի ցանկալի է հետևեն պետական մարմինները։ Պետական մարմինների առաջին պարտականություններն է հետևել կարգ ու կանոններին եւ գրված օրենքներին։ Եթե իրանք չեն հետևելու իրանց, ուրեմն եթե իրանք արդեն իսկ չեն հետևել այդ գրված կարգ ու կանոններին, մեր համար միևնույնն է, մենք կարող ենք գիշերը 12-ին էլ հանդիպենք եւ մեր պահանջները ներկայացնենք։ Շատ լավ։ Մենք հանդիպման պահանջ ենք ներկայացնելու, միևնույնն է, որ խմբակցությունը կամ ով պատրաստակամություն մեզ ընդհանրապես, ով պատրաստակամություն հայտնի աջակցելու քաղաքացիներին, թող ասեք։ Հիմա եթե դուք գնում եք, դες պետք է հարցնել, ում մոտ եք ուզում ընդունելուց։ Շատ լավ։ Դուք չեք կարող ասել բոլորի մոտ։ Ուրեմն մեկի անունը պետք է նշեք։ Այն պատգամավորի, ով պատրաստակամություն կունենա լսելու խնդիրները, աջակցելու թալանված քաղաքացիներին։ Պետք է նշեք ինչ որ մեկին, որ այդ մարդը ասի։ Մենք ոչ մեկին չենք ուզում նշել։ Մեր համար միևնույնն է։ Այո, 107 պատգամավոր։ Պահանջում ենք, որ մեզ ընդունի 107 պատգամավոր։ Ներողություն, թույլ տվեք մոտենամ։ Մենք եկել ենք ճիշտ հարցեր, ճիշտ պահանջներ։ Շատ լավ։
հաջողվածություն թեմի հարգելի հետևողներ նշեմ, որ բանկային խարդախությունների զոհ դարձած քաղաքացիների բողոքի ակցիան այսօր էլ շարունակվում է ազգային ժողովի մոտ, ինչպես այդ խարդախության զոհ գնացած քաղաքացիներից մեկը նշեց լրագրողների հետ զրույցում, նրանք պահանջում են հանդիպում, բայց կոնկրետ անուն չնշելով, որ ով իրենց ընդունի եւ խնդրի մասին լսի, նրա հետ էլ ցանկանում են խոսել։ Կներեք։ Ես համամարտների բարքես մոտենում շատ Կներեք, տևական ժամանակ է բողոքում եք տարբեր պատկանմանների շենքերի մոտ եք գնում։ Ի վերջո այս խնդրի հասցեատերը ով է ձեր կարծիքով, միայն կենտրոնական բանկն է։ Այո, կենտրոնական բանկի թերի աշխատանքների պատճառով է, որ բանկերը իրենց թույլ են տալիս ինչ ասես եւ կողոպուտի են ենթարկվում անհամաչափորեն քաղաքացիները։ Հիմա դուք ինչ եք պահանջում, որպեսզի կենտրոնական բանկի նախագահ հրաժարական տա։ Այո, բերեն մի հատ այնպես մարդ նշանակեն կենտրոնական բանկի ղեկավար, որ կարողանա բանկերին բերել օրինական դաշտ, ուղղակի։ Բանկերը օրինական դաշտում չեն։ Ես արդեն նշեցի հիմքերը, չէ, ասեցի, որ իրանք խախտում են իրենց պայմանագրերը։ Իրանք ունեն հստակ բացթողումներ, որի մասին գլխավոր դատախազը խոսել է անգամ ազգային ժողովում։ Հիմա չեն կարող աշխատեն բանկերը, որովհետև չեն ստիպում նրանց աշխատել ճիշտ։ Ով չի ստիպում, կենտրոնական բանկի նախագահը։ Քաղաքացիներն են թող մոտենան այդ պատգամավորներն են թողացուն են մեզ, որպեսզի իրանց հետ քննարկենք այս բառ ու գնճավոր խնդիրը։ Նշված բանկերի դեպքում 95%-ից ավելին այս 3 բանկերն են, որտեղ զեղծարարություններ են տեղի ունենում անհամաչափորեն։ Մյուս 14 բանկերից հատուկ ենթում կան դեպքեր, որոնք վիճահարույց են, որոնք քննարկելի են, որոնք ըստ մեր գնահատականների ոչ օրինաչափ են, բայց բարև ձեզ։ Հարգելի պատգամավորներ, մենք եկել էինք այստեղ, մեր համար տեսեք, շատ լավ, մեր համար ըստ էության տարբերություն չկա, մենք չունենք քաղաքական կողմնորոշում, շատ լավ, շնորհակալություն, բայց միևնույնն է մեր համար տարբերություն չկա։ Իրենի ժողովուրդ, հայրենակիցներ, ճիշտ ասած մենք իրազեկված ենք ձեր իրավունքների խախտմամբ եւ պատրաստականություն